Something big is happening. AI-ի ապագայի մասին այս հոդվածը ուղղակի ցնցեց ամբողջ սիլիկոնյան հովիտը։ 86 միլիոն դիտում, սուր կոմենտներ, տագնապ ու վախեր վաղվա օրվա նկատմամբ։ Մենք մի օր արթնանալու ենք ու տեսնենք, որ կրծքից հետ ջրի մեջ ենք ու ջուրը գնալով բարձրանում է։ Ասում է հոդվածի հեղինակ Մեթ Շումերը, ով AI ստարտափների հիմնադիր է։ Մենք միշտ ասում ենք, թե AI-ը դեռ չի կարող փոխարինել մարդուն, որովհետև ինքը իրականում մտածել չգիտի։ Այո, մինչև հիմա այդպես էր։ AI-ը սխալվում էր, հալյուցինացիաների մեջ էր ընկնում, չէր ընկալում բարդ տասկերը, բայց ամեն ինչ փոխվում է շատ արագ։ 2026 թվականի փետրվարի 5-ին դուրս եկան երկու նոր մոդելներ, որոնք փոխում են իրականությունը։ GPT-5-ի 3 կոդեքսը OpenAI-ից եւ Opus 4-ի 6-ը Anthropic-ից։ Այս մոդելները ոչ միայն ինքնուրույն գրում են պատրաստի պրոդուկտներ, այլև կարողանում են մարդու նման բացել այդ պրոդուկտները, կլիկ անել կոճակները, թեստավորել, հասկանալ թերություններն ու շտկել։ Ու ամենակարևորը, սրանք արդեն պարզապես տեխնիկական հանձնարարություններ չեն անում, այլ կայացնում են միանգամայն բնական որոշումներ, դատողություն, կրեատիվ, ճաշակ, ռազմավարական մտածողություն, էմպաթիա։ Մենք մտածում ենք, որ AI-ը երբեք չունենա մարդկանց այս հատկությունները։ Ես այլևս այդպես չեմ կարծում, ասում է հեղինակը։ AI-ը ոչ թե փոխարինում է կոնկրետ մասնագիտություններ, այլ ընդհանրապես ամբողջ մտավոր աշխատանքը։ Կարճ ասած, ինչը որ կոմպով ենք անում, արդեն կարող է անել AI-ը, թե ռոբոտներն կանենեն, ինչ ձեռքով են անում։ Լավ, բա մենք ինչ անենք։ Մենք պետք է արագ ընդունենք փոփոխություններն ու ադապտացվենք նոր իրողությանը։ Շումերի 8 կետանոց չեքլիստը, թե ինչպես անել դա, թողնում եմ նկարագրություններում։